Այս կերպը լավ է նայում աչե։ Կյանքի կտոր։ Տենաս ինչ եմ մտածում։ Այս մեզ գրեն, օքեյ։ Երնեմ ջաններիդ։ Բայց երեխեք շատ եմ սիրում։ Ես էլ գոքս։ Որ գրվում եմ երեխեքի համար։ Սվերջս առիթ ունեցա էլի։ Մերոնց երեխեքի հետ շփվել։ Որ մակրությունն է պրոստը իրենց մեջ։ Ապելիքը սեր է, էլի։ Լիքը սեր ու կյանքի ամենալավ բաներից մեկն է էլի, որ ընդհանրապես կյանքը շարունակվում է, էլի։ Ամեն մարդ իրանից բան է թողնում։ Արա, եսիմ սկզբից ասեմ, որ ինքը Գրիգորն է, մեր լավ ընկերը, շատ լավ։ Ինքը ապրում է իմ քաղաքում, որտեղ որ ես եմ ապրում, Դամշտատում։ Բայց Գոքորին վաղուց արդեն գիտեմ, մի օր կլինի, չէ՞ մի հաստատ մի 8 տարի կլինի Գոք։ Չէ, չի լինի, դու երբ ես եկել ապրում։ Մի 4 տարի, 5 տարի մաքսիմում։ Ճիշտ է, 5 տարի աստես, չէ՞ երևի։ Արա, բայց ոնց 5 տարի Գոք ջան, արա։ Դա։ Ախպերս դու ո՞ր թվին ես եղել։ Ես 20 թվի ծմերն եմ եղել ընդ։ Ապեր, լավ էական չի։ Չէ, ախպեր լուրջ 20 թվի ծմերն եմ փետրվարին եմ եկել։ Արա, որովհետև ես ուսանող եմ։ Մենք հանդիպել ենք բան 20 թվի աշունն ենք հանդիպել։ Ես երևի այնտեղ գործով եմ եղել։ Չէ, ես արդեն ստե աշխատել եմ։ Ես ստե եմ տեղափոխված եղել։ Ու 20 թվի աշունն ենք եկել այդ կողմերը, բայց ճիշտ ես ասում, հավանական է ախպերս։ Վերջն էս դառա, որ մենք լրիվ ուրիշ տեղ ծանոթացանք, բայց հետո եկար նույն քաղաք ախպերը։ Նույն քաղաք, ճամփեն տենց բերեց։ Ճամփեն տենց բերեց Գոք ջան, Վա, լիքը բաներ ենք տեսել, լիքը բաներ ենք իրար հետ ապրել, անցկացել։ Բայց այս ամեն ինչը հիմա ինչ process-ներ է ընդհանուր քո մեջ, այսինքն որ դու հիմիկվա քո կյանքը տենում ես ու որ խոսքի Գերմանիա գալուց առաջ էլ էիր մտածում գնամ Գերմանիա բան ոնց էր ընդհանուր քո միտքը այդ առումով ու հետո ինքը ինչ դառավ ախպեր Այդ ժամանակ այսինքն համալսարանը ավարտելուց հետո Դա Երևանում բնականաբար ես ընդ աշխատում էի ու միանգամից այդ պայի դրությամբ ինձ շատ թե քիչ հայտնի էր թե եթե ես այդ տեմպերով շարունակեմ ինձ ապագայում ինչ է սպասում ու իմ մեջ միանգամից պարզ էր էլի որ ես այդ միշտ կարամ ունենամ որոշակի առաջընթացներով, բարձունքներով եւ այլն, բայց ինձ պետք էր նաեւ ուրիշ փորձառություններ ունենալ, այն ժամանակ մտածում էի, որ ես ինչ որ ուրիշ երկիր գնամ մագիստրատուրա կսովորեմ, ու դրսի փորձառությունը հետ կբերեմ իմ երկիր, ու կնպաստեմ այդպես իմ երկրի զարգացմանը կոնկրետ իմ ոլորտում Ոնց որ այդ էր նպատակը առաջնային։ Այդ է եղել իմ առաջնային նպատակը։ Ու բացի դրանից մտածում էի ինչքան որ ես Հայաստան ու Վրաստան գիտեմ, աշխարհը այդքանով չի սահմանափակվում, որտեղ ոնց որ բանը քարտեզին կամ գլոբուսին նայում էի։ Իրանք շատ երկու փոքր երկրներ են, որտեղ որ այդ բային իմ համար հարցական էր աշխարհի անցուդարձը տենց է, թե ուրիշ է։ Ուզում էի նաև իրական աշխարհի կամ մեծ երկրների անցուդարձին ծանոթանամ ու հասկանամ կյանքը ինչ ձև է առաջ գնում, ինչ տեմպով է առաջ գնում։ Ու այդ է եղել պատճառը ընդդես դուրս գալու համար։ Բայց հետո քո համար ինչ պարզ դառավ, օրինակ եկար։ Այն սպասելիքները, որ օրինակ ունեիր, կար, գնամ, տեսնեմ աշխարհը մեծ է։ Չգիտեմ, ով ինչ գիտի ինչ եմ գտնելու, ով ինչ գիտի ինչ եմ տեսնելու, ինչ եմ փորձառվելու, բայց ավելի շատ նաև այդ հետաքրքրություններ, որ նաև կար խոսքի այն միտքը, որ հաստատ կարող է երջանկություններ գտնեմ, ասես բաներ կար մեջը, թե այսպես վառվռուն ինչ որ մտքեր, զգացումներ կար, որ խոսքի ես գնամ հաստատ ինչ որ հաջողակության առումով ինչ որ մեծ բարձունքներ, ասես բաներ կար։ Վառվռուն մտքերի մոտ ընդհանրապես չի եղել, որտեվ հենց սկզբից ես ուզեցել եմ կամ
գերմանական համակարգին ծանոթանամ, հասկանում ինչ է գերմանական մեքենան, ոնց որ մենք ենք լսում, այդքան լավ աշխատում, այդ ապարատը ինչից է կազմված, ուզեցել եմ դրա մեջ մտնեմ ու կոնկրետ լիքը փորձառություններ հավաքեմ։ Մնացածը թե ինչ կլներ իմ կյանքում, ոնց կլներ, ոնց կդասավորեր, այդ ամեն ինչը ինձ այդ բային այդքան չէր հետաքրքրում ու երկրորդական պլանում էր։ Ու բնականաբար ոնց որ ցանկացած մարդ ես էլ ուզում էի բարեկեցություն ունենայի իմ կյանքում կամ ուզում էի գոնե այնքան բարեկեցությունը ստեղծեի, ինչքան որ դեռ չէր եղել իմ կյանքում։ Հա, հա։ Բնականաբար այդ էլ ինքն կապում էր Եվրոպան նրա հետ, որ այստեղ հաստատ կարաս բարեկեցության ավելի հանգիստ գաս կամ ավելի հեշտ գաս կամ ավելի կարճ գաս, քան դա տեղի կունենար օրինակ Հայաստանում կամ Վրաստանում։ Ես այդքան էլ այդեն չէի մտածում մի պարզ պատճառով, որովհետև ինչ հնարավորություններ որ Հայաստանը կամ Վրաստանը առաջարկում են, Գերմանիան այդ հնարավորությունը չի առաջարկում։ Ու այն ժամանակ իմ համար հայտնի էր, որ ստե հիմնական մարդիկ օրենքով են ապրում, օրենքի երկիրը, դու համակարգում ես ապրում, դու քո ֆիքսված աշխատավարձը ունես, ու դրանից ավել ինչ որ հարկեր եւ այլ եւ այլ, այդ հարկային քեզ դա պարզ էր արդեն ընդդեմ։ Ինձ այդ պարզ էր, ու ես նաև գիտեի, որ միանշանակ ու իմ համար նաև պարզ էր, եթե ես ուզում եմ արագ հաջողության հասնեմ, պետք է ինչ որ բաներով, օրինակ բիզնես կամ ինչ որ բիզնեսներով պետք է զբաղվես հենց քո երկրում, որովհետև ընդ դու գիտես շատ թե քիչ այդ ամեն ինչը, շատ թե քիչ գիտես ծանոթություններ եւ այլն, ընդ ոնց որ փորձառությունը կամ կողքեր տենում ես մարդիկ կարող են ավելի արագ ինչ որ բաների հասնեն, եթե ճիշտը բռնում են։ Հա, բայց կոնկրետ ես դրա համար չէի եկել ստե, ես ուզում էի այս փորձառությունը հասկանալ, ես ուզում էի հասկանալ ինչի է մեր մոտ, մեր նման երկրներում Գերմանիայի անունը այտենց թնդում, հա։ Բայց հետո օրինակ որ եկար լիքը բան պարզ դառավ, ոնց որ պատկերացում տեսար բան, դա զարմացրեց քեզ կամ խոսքի այդ պատասխանները քեզ տվեց, թե այն որ դե սովորական է, էլի, կամ մինչև հիմա էլ պարզ չի թե խի այտենց։ Բնականաբար հենց ֆոտոս դրեցի Բերլին առաջի օրվանից ու տեսա ինչ է կատարվում հենց այդ օդանավակայանում, մարդկանց վիճակ էս կոմենկոմ։ Բնականաբար Գերմանիայի պատկերը չէր, որովհետև միջազգային օդանավակայանը ու լիքը տարբեր երկրներից մարդիկ կային, բայց ես ինձ առաջի հարցը որ տվեցի, ասացի, «Էսուր դու եկար», որտեղ հենց առաջի տպավորությունը ինչը որ տեսա, ինչ էներգետիկա որ sense միանգամից ինձ դիմավորեց, այդ իմ սրտով չէր։ Հասկացա։ Հա, ու դրանից հետո բնականաբար առաջի բանը որ էլի ինձ զարմացրեց, որ երեկոները շատ մոտ էր։ Հա։ Իմ աչքերը սովոր չէին այդ մթությանը, որտեղ ես Երևանից եմ եկել, ով Երևանում ապրում է, բնականաբար գիտի լուսավորը այս կողմում, ու այդ լուսավորությունը ոնց որ պակասում էր ստե։ Բայց դրա լավ կողմն էր, որ կարայիր ամեն երեկո աստղերին նայեիր։ Դա Հայաստանում։ Չէ, ստե, հա, ստե քաղաքում ամպոտ չէր, որ կարում էր աստղերին նայել։ Նայած էր, եթե ամպոտ չի լինում, օրինակ չգիտեմ, Երևանից անհնար է աստղեր տեսնել։ Հա, դա ճիշտ է, դե մեծ քաղաքներից դժվար է աստղ տեսնելը։ Ամենտեղ լուսավորություն։ Դու որտեղ որ ապրում ես, հա, այդտեղ ճիշտ է։ Կամ էլ միջին քաղաքներում էլ, բանը, եթե դու ժամը 11-ից կամ 12-ի կողմերը գիշերը դուրս ես, կարաս տեսնես, եթե ամպոտ չի։ Ամպոտ չի, կարաս տեսնես։ Ու այտենց լիքը բաներ սենց ինձ անակնկալի էր բերում։ Ու ես որոշակի ժամանակ հետո հասկացա, որ եթե ինչ-որ բաների մեջ ուզում եմ փորձառություններ հավաքեմ, նախ պետք է գնաս հասնես դրա մեջ մտնես, ու այդ ինքն իրանց պրոցես է ու լիքը ռեսուրսներ ու էներգիա է քեզնից վերցնելու էլի ռեսուրսներ ու կարամ հանգիստ ասեմ, որ չմտածեցի, վсё, քանի որ ճանապարհը սենց է գնում, թողնես ու հետ գնաս, այլ ասացի, վсё, եկել եմ, պետք է հասկանամ ոնց է ու ինչ ձև է։ Հասկացա։ Ու դից գնացի։ Այսինքն ընթացիկ եղավ այդ մտքերը, որ գիտես ինչ եկա, դուրս չեկավ, սպասի կարողա հելնեմ հետ այդ համ բասս թեմաներ եղավ։
դուրս չի եկել, տենց թեմաները կար, հիմա էլ կա, բայց որ ասեմ всё գնում եմ հետ, այդ միտքը չի եկել։ Հասկացա, այսինքն մնալու ու ստեղ ինչ որ բաներ անելու արժեքը ավելի մեծ է, քան թե գնալու կամ քան թե այն ինչքանով որ դուրս չի գալիս։ Միանշանակ ես այս բանը տենց եմ գտնում, ոնց որ տենց եմ հասկացել ու ինչ որ անում ես, ինչ փորձ որ ձեռք ես բերում, ինչ որ սովորում ես, ինչքան որ քո մարդ տեսակը աճում է, ինձ թվում է այս երկիրը շատ լավ է նպաստում դրան, ու ինձ թվում է այդ ամեն ինչը հետո չգիտեմ ոնց, բայց հաստատ կյանքում շատ է պետք գալու, ու այդ հստակ օրինակ այդ փոփոխությունները կամ այդ նպաստումները ինչ պունկտերի մեջ ես, ինչ առումներում ես գտնում խոսքի, որ անձնային առումով օրինակ դու ինչ-ինչ պրոցեսներ ես ենթարկվում ու ասում ես տես օրինակ այս պրոցեսին, որ ստե ես ենթարկվում եմ, ուրիշտեղ դժվար ենթարկվեի կամ լավ է որ ենթարկվում եմ, ճիշտ է նեղացնում է, բայց էլի լավ է։ Այդ ինչ պրոցեսներ են իրանցից ներկայացնում ու խոսքի քեզ ուր են տանում դրանք։ Հա, ուրեմն առաջինը ասեմ, որ Գերմանիան ըստ իս շատ լավ երկիր է, որ մարդիկ կան սովորեն, երիտասարդները կան ու սովորեն, մասնագիտություններից մեծամասնությունը ինձ թվում է շատ լավ է, որ եթե կարողանան այդքան անեն ու ստանան, շատ բան է տալիս։ Ես իմ մասնագիտության բավ կարամ ասեմ, որ շատ բան է տալիս, ու կանադառնամ անձնականին։ Ու այդ փորձառությունները շատ արժեքավոր բաներ է, ու դու չնայած տենում ես, որ քո սպասելիքները ոչ մի ձևով չի արդարացել, կամ ես այն երկիրը չէր, որ դու կուզենայիր լինել։ Չնայած դրան, դու հասկանում ես նաև, որ մեկ մասնագիտական առումով, մեկ անձնական առումով աճեր ես գրանցում, ոնց որ այդ պահում է, իսկ ինչ մնում է անձնական առումով, ինչ աճեր է լինում, կամ ինչի համար է այս երկրում լինում, ուրիշ տեղ չի կարա լինի, իմ կարծիքով անձնական աճին նպաստում է մենակությունը, երբ որ մարդ մենակ է մնում, այդ ժամանակ լիքը ազատ ժամանակ ես ունենում քո մասին մտածես ով ես, ինչ ես անում, ինչ ես ստե, ու առանց այս հարցերի հետ առնչվելով, ոնց որ դու չկարենաս քո գործը ինչը որ պետք է կենտրոնանաս, անես ու առաջ տանես, որովհետև իմ պրակտիկան ցույց է տվել, եթե ես իմ առօրյայում ուզում եմ պրոդուկտիվ լինեմ, ուզում եմ մասնագիտության մեջ լավը լինեմ, պետք է հստակ իմ անձը իմ համար հայտնի լինի։ Պետք է ես հասկանամ ով եմ, ինչ եմ ընդունակ։ Իմաստ ունենաս։ Հա, բացի նրանից ես այդ մարդն եմ, թե այդ մարդը չեմ, ես այդ ներքին ուժը կրում եմ իմ մեջ, թե չեմ կրում։ Իսկ որտեղից է այդ գալի։ Ես հասկացա, որ ցանկացած մարդ ունի այդ ներքին ուժը, ցանկացած մարդ կարող հասնի դրան, այդ ուղղակի process-ը, այդ ամենօրյա աշխատանքը, որ դու քո վրա պետք է աշխատես, ու դրան նպաստում է, նորից եմ ասում, մենակությունը։ Առանց մենակության աճ չի ելնում։ Ու կներես, օրինակ ես Հայաստանում կամ Վրաստանում ընտանիք կա, ընկերներ կա, այն ժամանակը, որը որ դու պետք է մտածես քո անձնական աճի մասին, այդ ժամանակը դու անցկացնում ես քո ընկերների հետ, քո հարազատների հետ, ու այդ ժամանակ քո ուղեղը նույն դոպամինը ստանում է, ու դու էլ առիթը չես ունենում գազ դրան հասնես, եթե գազ հասնես էլ դրան չես ուզում, օրինակ ես չէի ուզում մտածեի դրա մասին, որովհետև ինքը մոլորության էր տանում, կարող ինչ-որ տեղ վախ ունեի դրա մասին մտածելու։ Ճիշտ ես ասում, բայց օրինակ էդի քո օրինակով, երբ որ դու տեսնում ես, օրինակ ասում ես քո համար էդի կարևոր է, որ դու մտածես, ինքդ քեզ գաս, իմանաս եւ այլն, բայց կարար օրինակ ուրիշ լիներ, չէ, օրինակ քո մոտ այդ քո նկատմամբ քո հետաքրությունը չլիներ, ու դու գայր ուղակի խոսքի քո օրերը անցկացներ ու բացարձակապես քեզ հետաքրքիր չլիներ, էլի, դու քո անելիքներն անեիր ու այդքանով սահմանափակվեր։ Այսինքն էլի մենակություն կլիներ, բայց այդ մենակությունդ կարող է ուրիշ կերպ ռեալիզացնել, հասկանում ես։ Այ ոնց է գալիս, որ ոնց է լինում, որ քո մոտ այդ հետաքրքրությունը օրինակ կար, դա ինչից է կախված օրինակ։ Քո անձի հանդեպ կամ ինքդ քո, էլի։ Հա, ինձ թվում է այդ մանկուց է գալի,
դեռ մանկուց ես առիթ եմ ունեցել լիքը ժամանակ մենակ իմ հետ անցկացնեմ, թեկուզ աշխատավայրում, թեկուզ ինչ-որ կախված գործի բնույթից եւ այլն, ու երբ որ մարդ շատ փոքր հասակից sense ասեմ, առիթ ունենում կյանքի հետ դեմ հանդիման դուրս գա ու սկսի պայքարել, հենց դու մանկուց սկսում ես պայքարել, մենակ չի, ընկերներ ունես, շրջապատը կա, դպրոցը կա, ամեն ինչ կարգին է, բայց դու ոնց որ տարբերվում ես մնացածից, քո խոսացածը իրենց չի հետաքրքրում, իրենց խոսացածն էլ քեզ ընդհանրապես չի հետաքրքրում, որտեվ դու գտնում ես, որ դրանք անիմաստ խոսակցություններ է, կարող ավելի ուրիշ ձև լիներ, ու հենց մի բառ խոսում ես, այդ իրենց համար շատ է, իրանք չեն ուզում լսեն, իրանք մտածում են, որ այդ տարիքին համապատասխան խոսակցություններ չի, ու այդ նպաստում է նրան, որ մի քիչ մեկուսանաս, որտեվ քո միտքը ոչ մեկ չի կիսում, նույնիսկ հասակով մարդիկ չեն կիսում, մտածում են, որ ինչ-որ չգիտեմ, անհետաքրքրություն է, երասկոտես, ոչ մեկ ընդհանրապես լուրջ չի վերաբերում այդ ամեն ինչին, ու այդ նպաստումը այդ մեկուսացմանն է։ Հասկացա։ Ու տենց սկսվում է։ Հա, այսինքն այդ էփոցին մեջի ավելի շատ գալիս է նրանից, երբ որ դու միջավայրում զգում ես, որ քո մտքերը, քո հույզերը, քո երազանքները չես կարող կիսես, ու գալիս է, որ դու ինքդ քո հետ պետք է լինես, ու այդ ինքդ քո հետ լինելն էլ տանում է ինչ-որ ժամանակ հասցնում է նրան, որ օրինակ ստեղ էդի քեզ պարարտ հողա, որ դու սովոր ես դրան, էլի, տենց է դառնում։ Տենց է։ Հասկացա, իսկ էդի ուր է տանում, այսինքն երբ որ դու օրինակ, չգիտեմ, մենակ ես լինում, բան, էդի այն քո երանելի կյանքն է, թե ասում ես ախպեր, ես էլ մի բան չի խոսքի, հա, որոշ չափով լավ է, բայց դե մյուս կողմից էլ խոսքի դրա մեջ լրվելն էլ շատ է, ուր է տանելու խոսքի, էլի փակ շղթա էլի։ Հա, բնականաբար երանելի կյանքը չի եսի իմ համար, ու ես մի հատ եմ շատ սիրուն ասում, որ ես ու մնացած մարդիկ էլ իմ կարծիքով ստեղծված չեն մենակ ապրելու համար, ու մենակ ապրել այսքան տարիների մի բան ինձ մի քանի տարի առաջ շատ սիրուն ցույց տվեց, որ ես ուզում եմ իմ ընտանիքի հետ ապրեմ, ու ամենակարևորը ընտանիքն է ու հարազատ ընկերներն են։ Թե այս ամեն ինչը ուր է տանում, ինչքան է տանում, կամ ոնց եմ պատկերացնում հետոն, չգիտեմ հարցը տտանցի թե չէ։ Հա, այսինքն ինչ որ կետ կա, որ գալու է ու ասես ախպեր հերիք է։ Չէ, այդ կետը չի լինելու իմ կարծիքով, որովհետև ես այս բայ դրությամբ կարող ասեմ, ինչքան մարդ իր մեջ խորանում է, ինքը անծայրածիր է, այդքան կարող խորանա, ու ամեն խորանալուց հետո ամեն ինչ-որ բաներ անալիզ անելուց հետո ինչ-որ հասկացողության ուրիշ մակարդակ է բացվում, ու ինքը անընդհատ շարունակվելու է, ու թե մի քիչ առաջ ասացի, որ այս երկիրը մենակությունը նպաստում էր դրան, բայց սրանից հետո ասեմ, որ դրանից հետո երբ որ ես ամուսնացած կլինեմ, ես իմ ժամանակը նաև կունենամ դրա համար, որ կոնկրետ ես ինքս իմ ժամանակը ինձ եմ տրամադրելու, բացի ընտանիքից ու մնացածից, որտեվ առաջինը ես իմ մասին եմ շատ բաներ իմանում, երկրորդը ես հասկանում եմ, թե ինչքան անծայրածիր է այս ամեն ինչը, երրորդը այդ ամեն ինչի շնորհիվ իմ մարդկային որակները էապես տարբերվում են, լիքը սենց օրինակներ կարամ ասեմ, որ ոչ մի հպարտություն գոյություն չունի իմ մեջ եւ այլն, սենց կոնկրետ օրինակներ չբերեմ իմ վրա։ Հա, բայց կա տենց ինչ-որ վախ, որ օրից մի օր կարող է դու ժամանակը չունենաս քեզ տալու, որ խոսքի էտի դարել է օրինակ կյանքի մասներից ու տենց անկյունակարային պրոցեսներից մեկը, որը որ քեզ ծնում է, իսկ կյանքում խոսքի գա ժամանակ կինա, երեխեք են, որ դու այդ ժամանակը չունես, ծր քանվում ես։ Ոնց ալնել։ Դրա հետ կապված ընդհանրապես վախ չկա, իմ կարծիքով մի պարզ պատճառով, որովհետև երբ որ կինը, հարազատները, երեխեքը լինում են, ոնց որ այդ էներգետիկայի փոխանակությունը մեկը մյուսին լրացնում է։ Ու իմ կարծիքով մարդ ինչքան էլ ուզում է ժամանակ տրամադրի կնոջը, երեխեքին, աշխատանքին եւ այլն, մեկը որոշակի ժամանակը հատված հետո դա էլ է սպառվում։ Ճիշտ է, անընդհատ լցվում է, դատարկվում է, տալիս է, վերցնում է, բայց ինձ թվում է,
որոշակի ժամանակահատված հետո ոնց որ փոքրիկ դաթարի կարիք է լինելու ու այն դաթարն է լինելու, որը որ նորից ես ժամանակը ինձ եմ տրամադրելու, իմ մեջ եմ մտնելու։ Հա, ճիշտ ես ասում, ճիշտ ես ասում։ Առանց ոնց որ այդ դաթարների էլ չի լինի, էլի, որովհետև կարոտում ես։ Հա։ Գիտես հարցը նաև որն է, որ մենք ստեղ շատ ենք սովորել մենք ինքներս մեր հետ լինելուն։ Ու մյուս կողմից էլ են որ մտածում ես, ասում ես ախպեր, այդ դոզան մեր մոտ բավականին շատ է, այսինքն այն ժամանակը ինչը որ մենք մեզ ենք տրամադրում կամ տրամադրել ու այդ դոզա չափը քանի որ բավականին լայն է, մեծ է ու երբ որ էդի արդեն փոքրանա, էդի արդեն ասենց մի քիչ ավելի սեղմանա, մեկ-մեկ մտքից գալիս ասում եմ այդ ժամանակ ոնց է լինելու կամ ինչ է լինելու ու էդի ես շատ ժամանակ զգում եմ հենց խոսքի երբ որ Երևան եմ գնում, որովհետև Երևանը ինքն էս քաղաքը որ ինքը ոնց որ դու անընդհատ շարժ, ինչ որ դեպքեր, իրադարձություններ, անընդհատ բաներ է տեղի ունենում։ Ու դու այնտեղ ոնց որ չես կարողանում գտնես քո սֆերան, որտեղ որ դու կառանձնանաս, որտեղ որ դու գլուխդ կխախանդես, մի քիչ քո հետ կմնաս, սենց ասեմ, էլի, հա։ Ու ոնց որ սկսում ես այդ մի քանի շաբաթվա մեջ կարոտել քեզ։ Որ երբ որ դու չես կարողանում գտնես այդ միջավայրը, որտեղ որ դու ինքդ քո հետ ես, լավ ես, հանգիստ ես, բան ես, ու անընդհատ դրա փոխանակը զգում ես ավելի շատ մի քիչ լարումներ, լարվածություններ, միջավայրից, աժոտաժից, բանից, առ ասում ես ընկեր, կարոտել եմ գլուխս խախանդելուն, իմ հետ լինելուն, ջոգում ես։ Ու դրա համար ոնց որ ինձ էլ է, իմ մոտ էլ է այն կետը առաջ գալի, որ ոնց էլ անես չանես, պետք է ընթացք գտնես, որ կարողանաս քեզ տաս։ Եթե դու սովորացրել ես քեզ, որ դու քո հետ ես, ջոգում ես։ Ոնց որ էդի մի հատ ճամփա է, որտեղ որ դու մտար, էլ չես կարող կդրվես դրանից, քո համար դառնում է դա իմաստ։ Երբ որ դու ինքդ քո հետ չես մնում ու հենց քո ասածի համաձայն այդ իմաստը քեզի չի բերում, ասում նորից, գիտես ինչ, դու ինչի մասին ես, հիշի ինչի մասին ես եւ այլն, եթե դու դրանից հեռանում ես, մնացած ամեն ինչ իմաստ չի կրում։ Սենց զգացում ունեմ, հա։ Ես համաձայն եմ քո հետ, իսկ ինչ վերաբերում է նորից մենք մեր հետ ժամանակ ենք անցկացնում եւ այլն, ու օրինակ իմ մոտ այնց է որ էլի պահեր է գալի, որ հա ես շատ աշխատա իմ հետ, ու ասենք պահ է գալի, որ դրանից հետո էլ ցանկություն չունեմ ես նորից ընդ գնամ, չեմ ուզում ժամանակը այտենց անցկացնեմ, ուզում եմ լրիվ ուրիշ բաներով զբաղվեմ, որովհետեւ իմ կարծիքով այդ ամեն ինչը մարսելու համար, ասենց ասեմ, այդ տրանսֆորմացիաները տեղի ունենալու համար ժամանակ է պետք, դադար է պետք, ու պետք է դադար տամ ես ընդ։ Բնականաբար այդ ժամանակահատվածը ես շատ ուրիշ ձև եմ անցկացնում, ու իմ կարծիքով շատ լավ կլինի ընտանիք ու այդ ամեն ինչի համադրությունը։ Ճիշտ ես ասում։ Չի թվում որ խանգարի այդ ինձ էլ է թվում որ չի խանգարի։ Ամեն դեպքում ինձ թվում է ասենց է գոք, որ ամեն ինչ ոնց որ իր ժամանակը ունի։ Այսինքն ինչ որ պունկտեր են գալի կյանքում փոփոխությունների, որ դու քո ստացած դասերը ուրիշ ֆորմատով ես ստանում։ Որովհետև մարդը ինքը հոգնելու բան ունի, չէ, հոգնելու ոնց որ սովորություն ունի։ Մի բանը երբ որ ինքը շատ է անում, մի ցիկլի մեջ շատ է մնում, ինքը հոգնում է, ասում անգերս նույն փլավը ամեն օր չեմ ուզում ուտեմ, սենց է դառնում։ Մի քիչ համային տարբերություններ ես ուզում ունենաս։ Ու հետո արդեն կյանքը բերում է քեզ մի հատ ուրիշ պունկտ է դեմ տալի, ասում է եղբայր, դե հիմա եթե ուզում ես, արդեն կարաս տեղափոխվես քո միջավայրը ու օրինակ այս միջոցից սովորես։ Ու դրա համար էլ օրինակ չգիտեմ, ինչ-ինչ ժամանակ երբ որ արդեն մարդը գալիս է ինքը մենակ չի, քո ասածի պես ընտանիք ունի եւ այլը, իսկ թվում է ընտանիքը ինքը մի հատ մեծ էլի դպրոց է, որտեղից որ մարդ կարա լիքը քաղի ախպեր, լիքը։ Այդ ռեֆլեքսիան ինչը որ կատարվում է ընտանիքում ու դու ինչքան կարաս ինքնարեֆլեքսիայով զբաղվես ու ինչքան դու կարաս ինքդ քեզ բռնացնես վիճակների մեջ, մի պահի ջղայնես, մի պահի չարացել ես, մի պահի ուրախ ես, մի պահի տխուր ես եւ այլն, ու այդ զգացումները էլի փորձես անալիզի ենթարկես, դու պատկերացրու ինչքան մեծ բան է տալիս, շերտ է տալիս, որտեղ որ դու էլի կարաս ինքնաբացահայտում անես, ճոգում ես, ինքնաճանաչում անես։ Նշանակ, բացի բանը, դրանից իմ կարծիքով ինքնաբացահայտումն ու ինքնաճանաչումը տեղի է ունենում
այն կախված այն սիտուացիաներից, թե դու կյանքի քո այս հատվածում ինչ փորձառությունների մեջով ես անցնում, ինչով ես զբաղված, ինչ որոշումներ ես կայացրել։ Ու ասենց ամեն ոլորտ, ամեն սֆերայի մեջ մարդ կարա ինքն իրեն բացահայտի, ինքն իրեն ճանաչի, հասկանա ինչի ընդունակ, ինչ կարա անի ու ընդհանրապես ինչ ա ուզում անի։ Ու շատ կարևոր է թե մարդը ինչ գիտակցությամբ է իր որոշումը կայացնում։ Դրանից հետո ինքը պատրաստ է դրա մեջ մտնի ու փորձարվի, թե մտնելուց հասկանում է, որ չէ, էս իմը չի, ու էդ էլ է շատ կարևոր, էս իմը չի, որովհետև շատ բարդ է, ես չեմ ուզում իր մեջ մտնեմ, որտեղ վախենում եմ, թե էս իմը չի, որ իրոք գիտակցաբար իմը չի, ու ես դից դուրս եմ գալի, ուրիշ բան եմ սկսում, կամ ուրիշ որոշում եմ կայացնում։ Մի վարքի ես մի հատ տենամ, լավ հարցեր կան։ Ոնց է լինում, օրինակ քո մոտ ոնց է, դու մի բանի մեջ որ լռվում ես։ Հաճախ է լինում, որ փոփոխություններ ուզես, որ այդ փոփոխությունները գա ու նոր բան բերի ու նոր բան սովորես, թե խոսքի դու կարաս լռվես մի բանի մեջ ու քո համար կյանքդ ապրես այդ նույն բանի մեջ։ Տարիներ առաջ, շատ տարիներ առաջ, իմ մոտ ոնց որ բանը, մի հատ շատ վատ կողմ կար, որ ինչ-որ բացարձակություն կար։ Եթե ես այս մի բանն եմ անում, ուրեմն չափից ավելի եմ կենտրոնանում դրա վրա ու ոնց որ աշխարհը անտեսում եմ, աշխարհը սաղ ոնց որ հայտ եմ անում ու մենակ ետ եմ անում ու հետո հասկացա, որ իրականում դա տենց չի, ընդհանրապես դա տենց չի ու ոչ կատարյալություն, ոչ բացարձակություն կյանքում չեն օգնի արագ առաջընթացներին։ Դրա համար նաև շատ կարևոր է, որ մարդն գիտակցությունը ունենա, որ ճիշտ ժամանակին կարա որոշումը փոխի։ Կարենա ինչ-որ որոշում, որը լիքը բաների է նպաստում։ Ճիշտ է, այդ որոշման արդյունքում դու ինչ-որ գին ես վճարելու, բայց այդ որոշումը լինելու է նրա համար, թե ինչ ես ստանալու դու դրա փոխարեն։ Ու ինչքան ժամանակին մարդ կարենա այդ որոշումը կայացնի, այդ նշանակ, որ պետք է փոխես, մի հիմքային բան պետք է փոխես, որը հետ չի լինելու։ Ու եթե ճիշտ ժամանակին կարեցար այդ որոշումը կայացնես, կորցրած այդ շատ մեծ չի լինելու։ Ու եթե դու կասկածներ ունես, որ եթե փոխեիր, սենց կլներ, ու տարիներով դու ցկցկես ու չփոխես, հետո շատ ավելի դժվար է լինելու այդ ամեն ինչը։ Ու այդ էլ հարց է, մարդ պատրաստ է դա անի, թե չանի, որովհետև ոնց որ մի բան եթե ուզենաս հիմա անես ու հիմա չես անում, մի 3 տարի վրան անցնում է, հետո շատ ավելի դժվար կլինի։ Ճիշտ ես ասում։ Այդ նշանակում է նաև մյուս կողմից եթե նայես, եթե հիմա արած լինեիր կամ փոփոխած լինեիր կամ կոնե ինչ որ բաներ դրա համար արած լինեիր, 3 տարի շուտ կհասնեիր այդ ամենի։ Բա լավ, ինչ մտածես կամ ոնց մտածես, որ իմանաս խոսքի հիմա փոխելունը հիմա պետք է անես կամ ոնց զգաս, որ հիմա է փոխելու պահը։ Հա, այդ իմ կարծիքով շատ լավ հարց է։ Այդ ես կապում եմ իրականության զգացողությունը չկորցնելու հետ է կապված։ Եթե մենք չենք ապրում անցյալում մեր մտքերի մեջ, եթե մենք չենք ապրում ապագայում մեր մտքերի մեջ, մենք փորձում ենք մաքսիմալ այս պահին ստել լինենք, մաքսիմալ կենտրոնացած լինենք սրա վրա, ինչը որ անում ենք ու տարբեր անալիզների միջոցով, չգիտեմ, այսօր ինֆորմացիոն դաշտը շատ մեծ է, լիքը տարբեր մարդիկ կան, կամ էլ արհեստական բանականությունը կա, կարաս ցանկացածի հետ ուղղակի շփվես, կարաս ինքդ քո հետ հայլու մեջ նայես ու շփվես, կարաս թղթի հետ շփվես, գրես, հասկանաս դու ինչ ես անում, այդ ինչի համար է, ու հասկանաս вообще արժի են տարիները, որ դու դրան ես տալու, դրանից հետո ինչ է լինելու։ Եթե չարժի կամ եթե կասկած ունես, ի՞նչն է ալտերնատիվը։ Ու եթե ալտերնատիվն էլ կա, ու դու նույն ձևով վարվում ես ալտերնատիվի հետ, նույն ձևով վերլուծում ես այդ ամեն ինչը, ինձ թվում է շատ ավելի հստակ կլինի արժի այդ փոփոխություններ կատարել, թե չարժի։ Իսկ եթե ընդհանրապես ինչ-որ բանով է մարդ զբաղված, ու այդքան էլ իր սրտով չի, այդքան էլ դրա մեջ ինքն իրեն վստահ չի զգում, հաճույքով չի անում, պետք է փորձի հասկանալ, եթե հաճույքով չի անում, ուղղակի իր վերաբերմունքն է այդ աշխատանքի հանդեպ,
որ այտենց է վերաբերվում ուղղակի դրան, թե իրոք ներքուստ ինքը կուզենար ուրիշ բանով զբաղվեր։ Եթե ուրիշ բանով, ինչով։ Ու այտենց Բայց դու չես կարծում, որ այդ ամեն ինչն էլ մի քիչ իդեալականացրած են առումով, որ ոնց որ այդ հոլիվուդյան կինոների մոդելները բերածելն են, որ պետք է միշտ սիրտդ վառվի քո արածի մեջ։ Ես չեմ կարծում, որ միշտ կարա սիրտդ վառվի, չէ՞, չի կարող, ասենքն միշտ չի լինում, որ սիրտդ վառվի։ Չէ, որովհետև այսքան տարիների իմ կյանքը ցույց է տալի, որ ու իմ ճանաչած մարդիկ էլ ցույց է տալի, որ կյանքը բաղկացած է ուրախություն պայերից, երջանկության պայերից, տխուր պայերից, վատ պայերից, լավ պայերից, ասենց կյանքում ամեն ինչ լինում է, ու դու պետք է պատրաստ լինես այդ ամեն ինչին նաև դիմավորես, որովհետև քո կողքից չի անցնելու, բնականաբար քեզ էլ է հանդիպելու, ու իմ կարծիքով հարցը սենց է տրված։ Մարդ ինչ է փնտրում իր կյանքում։ Եթե մարդ երջանկություն է փնտրում, պետք է նաև պատրաստ լինի, որ օրը 24 ժամ բացարձակ երջանկություն գոյություն չունի առաջի հերթին։ Պետք է նաև պատրաստ լինի, որ դրա հետ մեկտեղ նաև լիքը տխրություններ են գալու, ու դրանք պայեր են, մարդիկ անընդհատ ապրում են ու անցնում է հիշողության մեջ լավ վատ կամ վատ մնում է, կամ էլ պետք է իմ կարծիքով մարդ խաղաղություն փնտրի, որտեղ որ ինքը իր մեջ իր խաղաղությունը ունեցավ, իմ կարծիքով իր կատարած աշխատանքի հանդեպ էլ հարգանքով կլծվի, ամեն բաներին կյանքում ինչ որ զբաղված է, այդ ամեն ինչին ուրիշ ձև կնայի։ Հասկացա, հա։ Իսկ չգիտեմ, ես ինձ էլ է թվում, որ տենց է, այսինքն ինձ չի թվում, որ ամեն ինչում ու ամեն օր մարդ կարավ հարվի իր արածով բան։ Իմ կարծիքով ամենից ամենակարևորը, որ մարդը իր ամեն օրվա մեջ իմաստ գտնի ապեր։ Այսինքն քո արածի մեջ իմաստ գտնես, քո արածը քո համար արժեք լինի։ Ինձ թվում է մարդը ինքը նվաղում է, մարդը ինքը փոքրանում է այն ժամանակ, երբ որ ինքը չի զգում, որ ինքը իմաստավոր բան է անում։ Հա։ Երբ որ ինքը բան է անում ու տեսնում է, որ այդ բան արածը, իր արած բանը արժեք չի իր համար։ Կարող է այդ իր արածը գումարվում է մի 7000 ուրիշների հոգու արածների ու վերջում գնում է դառնում է մի հատ բան, որը որ քո համար էլի տվյալ պարագայում ոչ տեսանելի, ոչ շոշափելի, ինչ որ դիջիտալ մի պրոդուկտ է, հա։ Բայց այդտեղ ինձ թվում է շատ կարևոր է մարդու տեսակետ ունենալը կամ փիլիսոփայությունը, թե ինքը ինչերի մեջ է հաճույք ստանում, ինչերի մեջ է իմաստ գտնում։ Ես օրինակ դիջիտալ պրոդուկտների մեջ իմաստ չեմ կարողանում տեսնել։ Ես այդպիսի մարդ եմ, հա։ Դրա համար երբ որ ես դիջիտալ աշխարհում գործ եմ անում, ես այդտեղ իմ իմաստը կորցնում եմ ջոգում։ Ես կողքերից արդեն իմ կյանքի համար փորձում եմ իմաստներ փնտրեմ, որոնք որ կլցնեն իմ ընդհանուր իմաստը, որ ես արդեն կմնամ է դրա մեջ, ինչը որ անում եմ որպես աշխատանք, օրինակ եմ, հա, ասում։ Դրա համար ինձ թվում է, որ այդ երկու պարալել թեմաները կամ պետք է իրար բերես կապես ու կողքից գտնես լիքը բաներ, ինչը որ քո կյանքը իմաստավորում է, կամ էլ հենց քո այդ գլոբալ արածը, ինչը որ որպես գործ անում ես, այդի քեզ իմաստավորի։ Ճոգում ես։ Ես համաձայն եմ քո ասածի հետ։ Իմ կարծիքով, բայց նորից եթե անդրադառնանք այդ հոլիվուդյան կամ ոնց ուզում ես անվանի դրան, որ մարդ իր արածից պետք է հաճույք ստանա, պետք է վառվի, իմ կարծիքով այդ գաղափարախոսությունը ստեղծվել է մի պարզ պատճառով ու քարոզվում է անընդհատ, որովհետև մարդկանց մեծամասնությունը անում է, որովհետև անել է պետք, որովհետև աշխատել է պետք։ Այո։ Ու եթե մարդ իր աշխատանքին դրական ձևով նայի, ընդհանրապես ուղեղի աշխատանքն է։ Եթե ինչ-որ բանը քո համար դրական ես դարձնում, ավելի հաճույքով ես անում։ Իր վատ կողմերը սկսում ես անտեսես, ու ոնց որ այդքան դժվար չի լինում քո համար այդ ամեն ինչը անելը, այդքան էլ ստիպված դու չես անում այդ ամեն ինչը։ Ու այտենց կյանքը որոշ չափով ես կասեի բավականին շատ հեշտացնում է։ Իմ կարծիքով այդ գաղափարախոսությունը դրա համար է ստեղծված, չնայած որ մարդկանց մեծ խումբ էլ զբաղվում է նրանով, ինչով որ սիրում է, ու իրանք հիմնականում ամենակայացած մարդիկն են, կայացած են առումով, որ լիքը հաջողության հասած մարդիկ են իրանք։ Հա, ճիշտ ասած, հա, դա ինձ թվում է յուրաքանչյուր մարդու
ձգտելի կետն է, չէ, որ դու անես բան, ինչը սիրում ես։ Հա։ Դու լինես ինչ-ինչ բաների մեջ, ինչի մեջ իմաստ ես գտնում։ Հա։ Բայց ինձ թվում է դրան որոշ մասա կա, որ դրան ուղակի sense ծնված օրվանից գալիս է, չգիտես ոնց, որ կայֆ էլի, չէ։ Բայց էդի ինքը բարդ թեմա է, որովհետև նորմալ դեպքում նորմալ, այսինքն մոտ ինձ թվում է այն ամենամեծամասամբ մարդկանց մոտ էդի այնա, որ պետք է փորձես մինչև գտնես։ Պետք է անընդհատ փորձես մինչև գտնես, իսկ երբ որ այդ փորձը դու դադարում ես, ու դու կողքերից վախենում ես ինչ-ինչ բաների մեջ մտնես, որ գիտես ինչ եսի մի ինչ, գիտես ինչ էս կասի, գիտես ինչ սենց մտածեց, գիտես ինչ չի լինի, գիտես ինչ տակ կտամ եւ այլն, ու սենց հազար ու մի տեսակի մտքեր, դու կտրում ես քո ճանապարհը, որ դու օրերից մի օր լինես ինչ-ինչ բաների մեջ, ինչը սիրով կանես։ Արա այս կյանք այսպես մի հատ ճտոց է ջոգում, ես։ Ու եթե այս կյանքի մեջ մենք տրվենք այն մտքերին, որոնք որ իրապես էս գալիս են ու որ մեզնից խլեն ու ասեն, չէ, ապե քո մոտ չի լինելու, դու մի արա էսի կամ մի արա այն մյուս բանը, որովհետև սենց այնց, այդ պատճառները անընդհատ կան գոք։ Ուղղակի մարդը պետք է ասի ախպեր, քելե փորձեմ, որովհետև թքած ունեմ։ Հա։ Փորձեմ, տեսնեմ, իմ մոտ կստացվի, ես ջութակ կարամ նվագեմ, թե չէ, օրինակ եմ ասում, հա։ Ես կսիրեմ ջութակ նվագել, սպասի փորձեմ, բայց երբ որ դու ասես դե արա դե ես իմ 35 տարեկան եմ, էլի շուտակ ախպեր, դա կնես դու հերու գնացիր նրանից ինչը սիրում ես շոու։ Նշանակո հենց ճիշտ ես ասում, այդ ամեն ինչը մեծ sense մտածելակերպի արդյունք է։ Մտածելակերպը, այո։ Ամեն ինչը այդ մտածելակերպից է գալի, ու շատ կարևոր է թե մարդը ինչ մտածելակերպով է մեծացել, ինչ շրջապատում է մեծացել, ու առաջինը ինչ ընտանիքում է այդ մտածելակերպը ինքը վերցրել։ Ոնց է վերցրել։ Եթե օրինակ կա հարուստի մտածելակերպ, ասենց ասած ճակերտների մեջ աղքատի մտածելակերպ, որ չգիտեմ, աղքատ մարդը միշտ բացառում է ամեն ինչը, ասում է որ չի լինի, փող չունեմ, չեմ կարա այս անեմ, չի ստացվի այս մեկը, իսկ այն մարդը որ չի կենտրոնանում նրա վրա ինչը որ չունի, այլ կենտրոնանում է նրա վրա թե ինչ ունի, ոնց կիրառի։ Ու ոնց կիրառի, ու ենթադրենք քո ասածի նման, ինչ որ բան եթե ուզում է անի ու ուղղակի սկսում է ինչ կարեցավ ինֆորմացիա հավաքել հավաքում է, այդ բազայով սկսում է ու ընթացքում ինչքան է ինքը հավաքում, ինչ մարդկանց հետ է հանդիպում, ոնց է իր խնդիրների լուծումը գտնում։ Այդ process-ները, որ շատ հաճախ երկարաժամկետ process-ներ է։ Ու այն process-ը, որը որ ժամանակով երկար է տևում, ինքը ամենադժվարն է դրա մեջից դուրս գալը, որովհետև ժամանակը մաշում է, ժամանակը շատ բարդ է ազդում մարդու հոգեբանության վրա, որ ենթադրենք գործը սկսելուց առաջ, process-ը սկսելուց առաջ մարդը անհատը մտածելա, որ էսի տևելու է մի տարի, ու ինքը ներքուստ համոզված է, որ մի տարի հետո ինքը իր մտածած ինչ-որ բանը ունենալու է, ու այդ ոնց որ իր համար շարժիչ ուժը կլինի, որ շարունակի, բայց process-ի կեսից հասկանում է, որ իր պատկերացրածը մի տարում չի լինելու, ու ոնց էլ չլինի իրան կարող է մի 3-ից 5 տարի պետք կա, ու պատրաստ է ինքը դրա մեջից ասելու, թե չանցնելու, որովհետև կարող է սենց լինի, դու այդ ամբողջ 5 տարվա ընթացքում հիմք պատրաստես այն ամեն ինչի համար, ինչը որ ուզում ես անես, ու ինքը այնքան բարդ է, որ ուղղակի վերցնելու է քեզնից այդ ժամանակը հատվածը։ Դու կարող ես այդքան ժամանակ այդ ռեսուրսները բոլոր առումներով ընդ ինվեստ անես, ներդնես, թե չէ։ Եթե դու կարում ես ու դիմանում ես, 5 տարի հետո դու ունես ինչ-որ կապիտալ, դու ունես հիմք, որ կարող է 3 սերունդ կարա դրա վրա կառուցի։ Հա, բայց չգի, հա, իրականում աշխարհիկ կյանքի թեմայով ես լրիվ համաձայն եմ, ու առանց այդ կառուցման էլ չի լինի։ Հա։ Որովհետև պետք է տեղդ ինչ-որ չափով պնդես, որ հետո կարողանաս, եթե ուզում ես անձնային զարգացում եւ այլը, դրա վրա արդեն դնես։ Այսինքն չես կարա սոված լինես ու ասես գիտես ինչ հոգևոր կյանքով եմ զբաղվում։ Մի հատ տենամ ինչքան ժամանակ ունենք։ Ու դրա համար էլ ինձ թվում է որ այս աշխարհում պետք է ինչ-որ չափով էլ արարես, տեղդ ինչ-որ չափով ձև չունես, եթե եկել ես այս աշխարհ, պետք է այդքանով ոնց որ կռվես։ Միանշանակ։ Ու շատ ժամանակ ոնց որ ոնց ասեմ, ահա որ դժվար է դառնում, երբ որ համ պետք է կռվես, համ պետք է հոգևոր մնաս, որովհետև
դու արդեն մտել ես այդ դաշտ ու քեզի ձգում է, դա քեզի իմաստավորում է։ Ու ասում ես ախպեր, ես ոնց որ ինչ կռիվ, ինչ բան ուզում եմ խորանամ այս կողմ։ Ու հետո դու ջոգում ես, որ չէ, քո ֆիզիկական մաս ու ֆիզիկական աշխարհը քեզ չի թողում, որ մեզ մենակ դու հոգևորում մնաս։ Քեզի քաշում գցում է կռիվների մեջ, հասկանում ես։ Շատ բարդ համակցություն է, բայց այդ համակցության այդ կոնգլոմերատը դրա մեջտեղը պետք է դու կարենաս գտնես ու այդ գծով շարունակես, որովհետև ոչ առանց մյուսի ունես կյանք, ոչ էլ առանց մյուսի ունես իմաստ ջոգում ես։ Շատ նուրբ թեմա է իրականում։ Դա շատ նուրբ թեմա է, արժի դրա մասին խոսալ երկար։ Երկար, հա, ու իմ կարծիքով քո ասած կոնտեքստում ամենաճիշտը, չգիտեմ, ինձ թվում է շատերին կհետաքրքրի, ոնց է դրա հետ ճիշտ վարվելը։ Ոնց ես գտնում ես, որ համ քո խաղաղությունը չկորցնես, համ էլ բանը չասես այս ամեն ինչին վсё մոռանում եմ, պայտակ սրա հարցերը լուծում եմ ֆիզիկական, ու նորից բանը ես գնում եմ իմ աշխարհը, այդ չի լինում էդ այտենց, իմ կարծիքով ու երբեք կներես կյանքում ոնց որ չի գալի մի պահ, որ լրիվ այտենց իրոք չի գալի մի այտենց իդեալական պահ, որ ասես այ հիմա սպասի, ես զբաղվում եմ սրանով, կամ այ հիմա սպասի։ Ես հասկացել եմ, որ կամ հետևից այտենց քաշ տալով տանում ես այն ինչը, որ դու սիրում ես, այն ինչի նկատմամբ դու sense մեծ ահավոր մեծ գիրք ունես, ինչը քեզ ապրաստում է, ինչը քեզ վառում է, կամ էլ դու ասում ես ախպեր, ես սպասում եմ ինչ-որ պահի, որ այդ պահը գա, այդ պահը տենց էլ չի գա։ Այդ պահը երբեք չի գա, որովհետև կյանքը երբեք ինքը քեզ չի տալի իդեալական պահ, ոչ մի բանի համար։ Կամ դու գնում ես հարմարացնում ես, ոնց որ դու ունենաս փոքր սենյակ, ու ասես գիտես ինչ, այս փոքր սենյակում ես ուզում եմ ունենամ այսքան մեծ ինչ-որ նստատեղեր, բան ինչ-որ մի հատ եկա խոլ, չգիտեմ, ըստեղ ունենամ մի հատ եկա մեծ պահարան, մի 3 հատ էլ սեղան, չես կարա, եղբայր։ Կամ պետք է կարողանաս ունենաս մի հատ նստատեղ, մի հատ աթոռ, էսենեն, ու բոլորը փորձես իրար հետ համակցես։ Ահա։ Կամ էլ եթե ասես ախպերս, լուչը ոչ մի բան չունենամ, մինչև գամ դղյակ ունենամ, դա նշանակում է դու քնելու տեղ չունեցար ու սպասեցիր մինչև դու դղյակ ունենաս, բայց եթե քնելու տեղ չունես, չհավանական չի որ հետո դղյակ ունենաս, քեզի պետք է ռեգեներացվել, էներգիա, ուսես բաներ։ Հա, այդ ամեն ինչը կա։ Դրա համար կա բացի բացառության դեպքերից, որ չգիտեմ։ Բացի բացառության դեպքերից, այո, ճիշտ ես ասում։ Բայց այդ շատ ճիշտ է ու շատ կարևոր։ Դրա համար կյանքը չարժի իդեալականս։ Օրինակ ախպեր, շատ կներես ինձ, էլի, ես ասեմ ու քեզ լսեմ։ Մարդիկ կան, որ եթե պերֆեկտ չլինի իրանց արածը, վсё, չի լինում։ Բայց փորձը ցույց է տալի, որ գոյություն չունի այդ քո ասած պերֆեկտը։ Չի լինում։ Իդեալական, չգիտեմ, ես մինչև հիմա այտենց եմ կարծում, որ իդեալական մենակ Հիսուսն է եղել, եկել է իր օրինակը թողել է ու գնացել է։ Ու այլ երկրորդը որպես այդպեսին գոյություն չունի։ Դու կյանքում ինչքան ուզում ես իդեալականի գնա, չես կարա։ Օրինակ, չգիտեմ, այս նստարաններն է մարդու սարքածն է, իսկ այս ծառը բնականն է, որն է իդեալականը։ Դու չես կարա, մարդը չի կարա կարա սիրունանի, կարա լիքը ասենց ստեղծագործ հրաշք մտքեր կան, որ լիքը ասենց գժական բաներ են ստեղծում, բայց իդեալական չի։ Մեր զրույցներից մեկում Զաթի ասում էի, բնությունը ինքը ինչ ստեղծել է, ասիմետրիկ է։ Երբեք դու չես տենա ծառը, ինքը երկու հավասար ճյուղեր ա տվել։ Բնությունը ինքը չի սիրում ասիմետրիկություն։ Երբ որ ինքը դեմք է կառուցում, հաստատ ինքը կառուցում այնտեղ, այնց որ խոսքի միտեղից մի քիչ քիթստեղ, չգիտեմ ինչ, բերում անենց համակցությունն է տալի, որ դու տեսնես ու ասես, էսի բնության արածն է։ Մարդն է, որ գերմանական դղյակների բաները որ կան, պարտեզները, որ խոսքի սենց մեջտեղից կիսած, սենց երկու հավասարացրած մարդն է սիրում այդ իդեալականը։ Արա ասում ես, բայց իմ աշկին դա սիրուն չի։ Իմ աշկին սիրուն չի, երբ որ ամեն ինչ իդեալական է։ Իմ աշկի սիրուն է, երբ որ տեղա թողած, որ դու զգաս դրա մեջ բնությունն է, էլի հասկանում։ Բայց ամեն ինչը իդեալականի մասին էլ չի իրականում, ամեն ինչը նրա մասին է, թե մարդը իր կյանքը ոնց է ապրում, ոնց է վերաբերում իր ամենաթանկ ռեսուրսի ժամանակին։ Ոնց լինի, որ մարդը ինքնագիտակցության զգացողությունը չկորցնի։ Ոնց է լինում, որ մարդը հենց այս պահին է ապրում։
Հա, պետք է մարդ հենց այս բանը ավելի կարևոր թեմաներ կան ինչի մեջ որ միանշանակ դու ոչ կարաս անցյալդ փոխես, որտեվ վերջացել է, ոչ էլ կարաս ապագատ փոխես, որտեվ հələ չի եկել ու չգիտես էլ գալու է թե չի գալու։ Մարդ պետք է այս բանը ապրի։ Մարդ պետք է այս բանը ստեղծի, մարդ պետք է այս բանը արարի, մարդ պետք է այս բանը իրան հարցա ինչ եմ անում ես ինքս իմ հետ, ով եմ ես, փոփոխությունները սկսի առաջինը իրանից, որտեվ միակ մարդը որտեղ որ մարդ կարա փոփոխություն կատարի, այդ ինքն իր հետ պետք է փոփոխություն կատարի։ Հետո նոր մի հատ ու այդ ժամանակ տեստի թե ինչքան անելիք կա։ Ու այդ ժամանակ բանից կսկսվի գործը, ոչ թե դու անընդհատ նստես սաղ աշխարհից խոսես, սաղ աշխարհին քննադատես, մի հատ էլ բանը պոլիտիկայից խոսես, մի հատ էլ ասես Թրամփը իր ասածը չի պահում, առավոտը մի բան ասում, ցերեկը ոչ բան ասում, բայց դրանից քո կյանքում ինչ է փոխվում, բացարձակ ոչ մի բան չի փոխվում։ Քո ազգային թեմաներում ոչ մի բան չի փոխվում։ Ու դու ոչ թե իրանց կյանքն ես ապրում, այլ քո կյանքն ես ապրում, դու ինչ ես անում ինքդ քո կյանքի հետ։ Դու որ քեզ ես նայում հայելու մեջ, ինքդ քո առաջ, ինքդ քո հանդեպ անկեղծ ես եղել մինչև այդ բա թե չէ, հարգել ես դու ինքդ քեզ թե չէ, ոնց է քո քայլերը տանում քեզ դեպի քո երազած ապագան, քո քայլերը քո երազած ապագան է քեզ տանում թե չի տանում։ Ու այս հարցերը եթե մարդը իրան երբեք տված չեղավ ու իր մեջ դեռ լուծած չեղավ, իմ կարծիքով դրսից սպասումները Հավայի է։ Հա, ոչ մի բան չի տալու, բայց Հավայից։ Այտենց դու քո ժամանակն ես սպանում, այտենց դու պրոկրաստինացիա ես քեզ հորինել, որ ամեն ինչ անես, որ մենակ քո մասին չմտածես հանկարծ։ Ու այդ ինքդ քեզից փախուստն է, որը ցավոք շատերի մոտ է այտենց։ Դե հա, ախպերս։ Շնորհակալ, ապրես, կզրուցենք հələ ինքը մի քանիսով որ գրում ենք, այդ մի քանիսովից մեկն է։ Մեկն է։ Մերսի ախպեր ջան։ Կհանդիպենք։